Նկարում Արսեն Հովհաննիսյանն է։ Նա լիստա եմ հարթակում տարբեր մարդկանցից տեխնիկա, թանկարժեք իրեր ու ավտոպահեստամասեր է գնում, ցույց տալիս փոխանցման կեղծ կտրոններ, վերցնում ապրանքն ու անհետանում։ Մի դեպքում օրինակ մեքենայի արգելակման սկավառակ եւ կոճղակներ է գնել, ուղարկել վճարման կեղծ կտրոն եւ անհետացել։ Մյուս դեպքում շինարարական գործիքներ է վարձակալել, սկզբում ասել է թե կորցրել է դրանք, հետո անհետացել է։ Արսեն Հովհաննիսյանի վերաբերյալ 25 հաղորդում է ներկայացվել։ 5-ի դեպքում քրեական վարույթ չի նախաձեռնվել, մի դեպքում էլ նախաձեռնվել է, հետո կարճվել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաձեռնված բոլոր վարույթները միացվելու են։ Դատախազությունը չգիտես ինչպես որոշել է, որ Արսեն Հովհաննիսյանը իրեն մեղսագրվող արարքները չի կատարել։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում Արսեն Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ 4 քրեական գործ կա, որոնցից մեկով նա 3 ամսով կալանավորվել է։ Տուժածները շատ են, իրավապահ մարմինները չեն հայտնում Արսեն Հովհաննիսյանն ազատության մեջ է թե ոչ, եւ ինչու է վարույթների նախաքննության փուլն այսքան երկար տևում։ Այս պատմության մանրամասները կարող եք կարդալ հետքի մեր հոդվածում։ Բաժանորդագրվեք նաև մեր YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հրապարակումները։